Բարի երեկո բոլորիդ սիրելի բարեկամներ, ոնց եք, ցուրտ, մենք ցուրտ, սառած, հուսով եմ, yeah, they have delays here, honey, yeah, this is այս կողմում չի եղա, մենք եղել ենք, ես ես բերել եմ ես, նոր տեղ է, հա, տեսնենք դադին ինչ անդրել, դու ասել ես ինչ ես ուզում, ինչ հավես է աստեղ, ենքան խաղեր կան տարբեր չէ իմանում, որ շուտ բեր է Ալեքսիս տեղ, մեր They're not the same as other Burger Kings, no? Just a frit that you have, you didn't have frit? Those are mine. Ah, his is here, I guess. Ես ինձ կոլա եմ վերցրել You can have some more. Այս Ալեքսիս բաժինն է, տեսնեմ ինչ խաղալիք են դրել Ես չեմ կարող ուտել, որովհետև ես պանտա եմ դրել մեջը Հələ տեսնեմ I will ask if they can change it, he wanted the other one I will ask if they will be able to change Հեսա Այսօրվա համար որոշել եմ պատրաստել տիրամիսու, դրա համար ինձ հարկավոր է մասկարպոնե պանիր, բնականաբար, տիրամիսուի պեչենիները, ձու է հարկավոր, որ ինձ մոտ 4 ձու է, այստեղ դեղնուց առանձնացրել եմ արդեն, և սպիտակուցը, դեղնուցի հետ կավելացնեմ, մի 6 ճաշի գտար, լավ ճաշի գտալ շաքարավազ կավելացնեմ, հիմա այս ամենը կհարեմ ու Գիտեք արդեն թե ոնց է լինելու այստեղ սուրճն եմ նաև նախապատրաստել, եփել եմ, թողել եմ որպեսզի սառի։ Սպիտակուցը արդեն պատրաստ է, ասենց որ անում եմ, բացարձակ չի թափում, պինդ մնում է իր տեղը, սա պատրաստ է։ Այստեղ հիմա շաքարավազ ավելացնեմ ու սա էլ մի լավ հարեմ, որ գույնը բացանա, բաց գույն ստացվի ավելի։ Կրեմը արդեն պատրաստ է, եթե կրեմ կարելի է անվանել, առանձին ամեն ինչ խառնել եմ, հարել եմ ու առանձին լցրել եմ, խառնել եմ ամեն ինչ, մի քիչ արագ եմ անում, ճիշտ ասած ներող ինձ գտնվեք, հիմա ինձ հարկավոր է միայն շատ արագ, էլի արագ, պեչենիները դասավորեմ, սուրճի մեջ պետք է երկար չթողես, մի վայրկյան ուղղակի իջացնես ու բարձրացնես։ Շորտակ պեչենին էլ արդեն շարեցի, հիմա կավելացնեմ արդեն ես մնացած կրեմը, վրան շոկալկանեմ, տեղափոխեմ սառնարանը, երեկոյան արդեն պատրաստ կլինի, ընթրիքից հետո որպես հենց քաղցր դեսերտ կունենանք։ Շատերդ կասեք հիմա, սիրելի բարեկամներ, Բալյաննա ջան, ալկոհոլը մոռացար, քանի որ Ալեքսը մեծ հետ է ուտելու, բնականաբար ալկոհոլը չեմ ավելացնում։ Միսուի բաղադրիչների, կարևոր բաղադրիչներից է նաև ալկոհոլը ու ոչ միայն ուղղակի ալկոհոլ չէ։ Հարկավոր է օգտագործել, իտալացիները օգտագործում են հենց almond նուշի լիկյոր, եթե տիրամիսու հավասար է նուշի լիկյորի, բայց իհարկե մենք կարող ենք փոխարինել տարբեր ուրիշ բաներով, խնդիր չի լինի, եթե ձեռքի տակ չունեք, բայց դե իրենք իտալացիները հենց նուշի լիկյորով են պատրաստում։ Մատ ես սիրուն հավասարացնեմ, այս հեռախոսը դնեմ մի կողմ, երկու ձեռքով աշխատեմ, ու այս բան չմնաց, ուղղակի պետք է տեղափոխեմ սառնարանը։ Սիրելի բարեկամներ, հուսով եմ, որ դուք լավ եք, մենք էլ լավ ենք, զբաղված եմ այս քանի օրը, թղթաբանությամբ եմ զբաղված, շատ խիստ, դրա համար ուշ ենք հանդիպում, բայց ամեն ինչ կընկնի իր տեղը և կկարողանամ ճիշտն ասած մի հատ շատ լավ կուրս եմ վերցրել Հարվարդի համալսարանի հետ ու դա եմ անում, փորձում եմ, որ IT ոլորտում
փորձում եմ որ անպայման դա հասցնեմ ու նկարելու շաքիչ ժամանակ մնում, բայց կուրսերն հենց չի որ շատ են էլի մի պահին ուղղակի հարկավոր է կենտրոնանալ, այդ հին մի քիչ դժվար է, եթե որ կենտրոնանում եմ շատ արագ ստացվում է, բայց հետ ուրիշ բաներ չեմ կարող մտածել, այսինքն թե ինչ նկարեմ այսօր հիմնականում համակարգչի առջև նստած աշխատում եմ, տենց ուրիշ բան չեմ անում, էլի նկարելու բան չկա։ Սիրելի բարեկամներ, դրա համար ուշ ենք հանդիպում, իսկ այսօր առավոտյան Ալեքսին տարել եմ դպրոց, հիմա գնում ենք ես ինտերվյու ունեմ աշխատանքի համար, կհիշեք մի 2 օր առաջ CV-ս 2 տեղ էի տարել եւ այնից տեղից ասեցի չէ, ինքինա ասեց ես աչքի լույսի պես կպահեմ քո CV-ին, երեք զանգել էր ու հրավիրել է ինտերվյուի։ Գնամ տեսնեմ ինչ պայմաններ է առաջարկում, հուսամ ինձ պայմանները կգոհացնեն, ես էլ իրեն կգոհացնեմ բնականաբար, գուցե իմ, չգիտեմ, ինչ-որ մի բան է իրեն հարմար չլինի, ժամերը հարմար չլինի, մի խոսքով տարբեր բաներ, գնում ենք խոսանք, ինտերվյու, ձեզ անպայման կասեմ, ճանապարհին ենք, բայց այսօր մեր մոտ մեկ ուրիշ օր է, էլի, բայց այն աշխատանքի ինտերվյուի հարցազրույցի առաջին օրը արդեն տեսակ, ամեն ինչ շատ լավ անցավ, եկա տուն, ասեց, որ կզանգահարի ինձ ուրբաթ կամ երկուշաբթի օրը, ուրբաթ օրը օրվա վերջում զանգահարեց, ասեց, որ երկրորդ հարցազրույցին մասնակցեմ ավելի կամ միասինացնենք, ինչևէ, բայց մեկ ուրիշ մասնաճյուղում իրենց, որպեսզի մյուս ոնց որ մենեջերներն էլ տեսնեն ինչպես է անցնում, ոնց է լինում, ինձ ճանաչեն ամեն դեպքում, այսօր էր այդ օրը երկրորդ հարցազրույցի, մի քիչ էլի թեթևակի անհանգստություն կար բնականաբար, ամեն դեպքում ամեն ինչ շատ լավ անցավ, կկապվեն ինձ հետ, ասեց հավանաբար այսօր կամ վաղը, այսօր վաղը կասեն ինչ են մտածում, բնականաբար մի անգամից աշխատանքը չի լինելու, էլի ստաժի պահով է լինելու, որովհետև այնտեղ ֆորմասիոն ավելի ճիշտ, մեկ շաբաթ կամ երկու շաբաթ, որպեսզի տեսնենք ոնց է ամեն ինչ ընթանում, սովորելու բան կա բնականաբար ծրագրով աշխատելու համար, մի անգամից չես ընդունում աշխատանքի, այդ ծրագիրը սովորեմ ու արդեն պայմանագիրը իմ ջալոց այստեղ լինում է երկու տիպի պայմանագիր կամ ավելի շատ պայմանագրեր, մի խոսքով CD ենք մենք ասում, CD-ն այդ երբ որ անժամկետ պայմանագիր է լինում ու դա շատ դժվար է CD-ի պայմանագիր ունենալը, նախ մարդիկ պետք է աշխատեն, մեկ ամիս ես աշխատում 2 են տալիս, 3 են տալիս, հետո նոր փոխում են CD-ի, խոստացա, որ մի անգամից են CD-ի պայմանագիր կտա, այդ արդեն իսկ շատ լավ է, մի խոսքով սիրելի բարեկամներ, գնում ենք տուն, մեզ հետո նայեք մեր փոքրիկը, ոնց ես Ալեքս ջան, մի քիչ հոգնած է, գնանք հանգստանանք, հետո վլոգը կշարունակեմ։ Բարև ձեզ բոլորիդ իմ սիրելի բարեկամներ, ընկերներ, հարազատներ ջան, հուսով եմ, որ դուք լավ եք, այնպես ստացվեց, որ այս տեսանյութի ընթացքում մենք, ես երևի թե 3 անգամ, եթե ոչ ավել, ասում եմ ձեզ ողջույն, ցանկանում եմ, որպեսզի տեսանյութը լինի հենց նույն թեմայով, դրա համար մի քանի օր ոնց որ ընթացք կադրեր եմ նկարել, հենց աշխատանքի վերաբերյալ, վերջին անգամ հանդիպեցինք, երբ որ երկրորդ հարցազրույցն է գնացել, անցա հարցազրույցը, պետք է սպասեի պատասխանին, թե արդյունքում ընդունվել եմ աշխատանքի, թե չեմ ընդունվել, գիտեմ դուք էլ սպասում եք, հարցազրույցը շատ լավ անցավ, ինչպես նշեցի, հանդիպում էի հիմնական տնօրենների հետ, գործադիր տնօրենի հետ, մի խոսքով, որպեսզի տեսնենք, թե իրենք էլ տեսնեն, թե ում են ընտրում, ով է գալու իրենց հետ աշխատի, իրենց թիմում ով է աշխատելու։ Ինչևէ սիրելի բարեկամներ, պատասխանը շատ երկար չսպասեցնել չտվեց ու հաջորդ օրը ստացա հեռախոսազանգ,
որ 2 օրից սպասում են ինձ, որպեսզի գնամ ստորագրեմ պայմանագիրը։ Բնականաբար շատ է ուրախացել ու այդ 2 օրն էլ անցավ։ Ես գնացի եւ ստորագրեցի պայմանագիրը։ Արդեն աշխատանքից մոտավորապես 2 շաբաթից ավել ես աշխատում եմ, դա է պատճառը նաև, որ վլոգները ուշ են ձեզ հասնում, բայց դա միակ պատճառը չի, միակ խնդիրը չի։ Լավ, եկեք աշխատանքից խոսեմ, հետո աշխատանքի ընդունվելու համար, այստեղ ես էլի եմ ասել, որ աշխատանքի ընդունվելը հեշտ չի, բավականին դժվար է, նաև աշխատանքային պայմանագրերն են շատ դժվար, թե նայած ինչպիսի պայմանագիր կստանաս։ Ես ինչպես որ ներկայացնում էի, անժամկետ պայմանագիր եմ կնքել, ինչը որ հիանալի տարբերակ է։ Հիմնական այստեղ տալիս են ժամկետային պայմանագրեր, 1 ամսով կարա լինի փոխարինողի համար, 3 ամիս, 6 ամիս կամ մի տարի, մի խոսքով պայմանագիրը այդպես մի 4 անգամ կարող են երկարացնել ու որից հետո նոր տան անժամկետ պայմանագիր։ Դա ինչով է լավ, ինչով է վատ, մի կողմից լավ է, որ դուք տեսակ շատ պայմանավորվածություններ, շատ ոնց որ պատասխանատվություն, եթե դու չկա աշխատանքը, գիտես 1 ամիս հետո կամ ինչ-որ ժամանակ հետո կարելի է դա ինքն իրան կդադարի ու էլ չես ուղղակի ստորագրի այդ պայմանագիրը, իսկ այս հատվածում ասել եմ, որ անգլերենը այդքան տարածված չի, շատերը չգիտեն անգլերեն, շատ խորացած ֆրանսերենն է այստեղ, եւ միջազգային կազմակերպությունների համար դժվար է, եթե նման կազմակերպություններ կան, դժվար է գտնել մեկին, ով լավ կտիրապետի անգլերեն լեզվին։ Ինձ դա փրկության է գալիս, ինչպես նաև այնտեղ կողքից ռուսերենը եւ հայերենը ճիշտ է, լավ է որ գիտեմ, այդքան աշխատանքի մեջ պետք չի գա, բայց ավելի շատ ռուսերենը եւ անգլերենը։ Ինչևէ դա է, որ օգնում է լեզուների իմացությունը։ Իսկ կարճաժամկետ պայմանագրերը մի տեսակ ավելի շատ օդից կախված է զգում ու չգիտես կերկարացվի, հետագայում չի երկարացվի, ինչ կլինի, ինչ չլինի։ Ինչևէ, սիրելի բարեկամներ, աշխատանքի հարցով այսքանը։ Ինչ վերաբերում է իմ YouTube ալիքին, YouTube ալիքը ես շատ երկար մտածում էի ինչ պետք է անեմ, տեսակ մի որոշ ժամանակ ես տեսանյութեր չի տեղադրում, որովհետև խնդիր ունեի, տեխնիկական է խնդիրը, բավականին երկար ժամանակ փորձում ենք կազմի հետ, այդ YouTube կազմի հետ կարգավորել այդ ամեն ինչը։ Հիմա 1 ամիս պետք է սպասեմ, որպեսզի այդ հարցը կարգավորվի նորից, ոնց որ շատ երկար մտածելուց հետո ես որոշեցի, որ տեսանյութերը ամենօրյա ռեժիմով կփորձեմ տեղադրեմ։ Գուցե ամենօրյա ռեժիմով չհասցնեմ, բայց գոնե օրը մեջ կլինի, բայց նաև կաշխատեմ, որ ամեն օր լինի ու շատ հետաքրքիր լինի։ Ձեզ կարող եք գրել նաև, թե որն է ձեզ ավելի շատ հետաքրքրում, որ ոլորտն է հետաքրքրում, այդ ոլորտով ինչ-որ ավելի շատ կնկարեմ, բայց կլինի նաև մեր ընտանեկան ամենօրյա վլոգները, այդպես, բայց այս պայդրությամբ դեռ տեխնիկական խնդիրը շարունակվում է, ամբողջ մի պահ ինձ թվաց, թե կարգավորվել է, բայց արդյունքում 2-3 օր հետո նորից այդ խնդիրը առաջ եկավ, ինչևէ կշարունակեմ։ Սիրելի բարեկամներ, այս էլ իմ ամբողջ նորությունը։ Երևի թե տեսանյութը այսօրվա մեջ մի քիչ կարճ կլինի, այսպես կլինի, ես էլ չեմ շարունակի, հիմա աշխատանքի եմ շտապում, կգնամ կաշխատեմ ու կհանդիպենք արդեն մեր վաղվա վլոգում։ Ես այսօրվա տեսանյութը կտեղադրեմ ուշ երեկոյան կամ կտեղադրեմ վաղ առավոտյան, կտեսնենք ինչպես կստացվի, ձեզ այստեղ ցանկանում եմ հիանալի օր, լավ մնացեք, մինչև կհանդիպենք։ Իմիջիալոց ասեմ, շատ մեծ փոփոխություն է սպասվում նաև, չեմ բացի փակագծերը, բայց մեծ փոփոխություններ են մեզ սպասվում, միասին այդ ամեն ինչը կտեսնենք։ Լավ մնացեք, բայ բայ։